Մեր երկրում յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի, դավանանքի ազատություն եւ խնդրում եմ իմ սահմանադրությամբ երաշխավորված ազատությունների մասով ինձ հարցեր մի ուղեք։ Ես սիրով կպատասխանեմ իմ հանրային քաղաքական գործունեության կամ հետին վերաբերող հարցերի։ Իսկ պատարակների մասին, Պետրոսյան, հիմա դուք եկել եք բռնանակ իմ սահմանադրական իրավունքներին, չեմ հասկանում։ Դա իմ անձնական որոշումն է, երբ պատարակի գնամ, որտեղ մասնակցեմ, ինչպես մասնակցեմ, ում հետ մասնակցեմ։ Այսօր ես իմ մտքի եւ խղճի թելադրանքով մասնակցում եմ այսօրվա պատարակին։ Մնացած մասով խնդրում եմ ինձ հարցեր իմ կրոնական եւ այլ անձնական տիրույթին վերաբերող հարթության հարցեր մի տվեք քաղաքական հանրային գործունեության հարցեր, որպեսզի շփվենք որպես հանրային գործիչ։ Պարոն Պետրոսյան, իսկ եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ, քանի որ դա քաղաքական կոնտեքստ ունի։ Եկեղեցու դեմ արշավ չկա, ես եւս մի անգամ ասել եմ այդ մասին։ Կան հոգեվորականներ, ովքեր քաղաքական գործունեությամբ են զբաղվում եւ քաղաքական գործունեության հարթության մեջ արժանանում են համապատասխան վերաբերմունքի այլ քաղաքական ուժերի, գործիչների կամ քաղաքականությամբ զբաղվող այլ սուբյեկտների կողմից։ Եկեղեցու դեմ հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ որևէ արշավ գոյություն չունի։ Ես ինքս հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, հայաստանյաց սուրբ առաքելական եկեղեցու հետևորդ եմ եւ որևէ արշավ եկեղեցուս դեմ գոյություն չունի մեր երկրում։ Պարոն Պետրոսյան, այսօր նոյեմբերի 9-ը 44-օրյա պատերազմական գործողությունների ավարտի օրը, բայց հեռախոսներում կան բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ մեկին չեն տեսնում, նույնիսկ ուղերձների մակարդակով որևէ կերպ չի հիշատակվել։ Որքանով եք ճիշտ համարում իշխանությունների ներկայացուցիչների այստեղ լինելը եւ հեռախոսներ չայցելելը։ Ես գլուխ եմ խոնարհում Արցախյան հերոսամարտի քարոյա պատերազմի, 44-օրյա պատերազմի եւ Արցախի տեղահանության օրերին իրենց կյանքը զոհաբերած բոլոր մեր նահատակների հիշատակի առջև մնացած մասով որը մեկնաբանություն չեմ ուզում տալ։ Այսօր երրորդում եւս պատարակեր նահատակների ողջակոչման հետ կապված, ինչով է պայմանավորված, որ ընտրել եք այնպես պատարակի մասնակցել։ Դուք դարձյալ անդրադարձակ իմ անձնական որոշմանը, իմ մտքի խղճի թելադրանքին։ Խնդրում եմ այդ մասով հարցեր մի ուղեք ինձ։ Ես հարգեցի ձեզ ինստիտուտը որպես 4-րդ իշխանություն ներկայացա։ Հիմա եթե շարունակելու եք այդ տիրույթում հարցերը, ես կհեռանամ պարզապես օգտվել մի իրավունքից։ Խնդրում կարևոր հարցեր չունեք ուրիշ։ Սա կարևոր հարց չէ, պարոն Պետրոսյան, նկատի ունեմ Սա էլ կարևոր հարց, բայց ուրիշ կարևոր հարցեր չունեք։ Ժորժ ջան, հեծի վարույթն ավարտվում է, հարցեր չունեք։ Հեծից ունենք, անդրադառնալու։ Դե հեծից հարցեր եկեղեցու թեման սպառված։ Եկեղեցին չի կարող եկեղեցու թեման սպառված լինի, եկեղեցին մեր գոյն է, մեր հարատևության նաև երաշխիքներից մեկն է, մեր պետականության նաև կարևորագույն բաղադրիչ է, բայց ինձ համար պետությունը վեր է ամեն ինչից, ամենավերևում Աստված։ Խնդրում եմ հարցեր տվեք քաղաքական գործունեությունից։ Շատ լավ, եւս մեկ հապուս կներեք, իշխանությունը պահանջում է կաթողիկոսի հեռացումը, սակայն կաթողիկոսը չի հեռանում, ինչպես եք պատկերացնում նրա հեռացումը, եթե նա անդրդվելի է այսպես ասած։ Եթե մեր հանրությունը որոշեց, որ կաթողիկոսը պիտի հեռանա, կաթողիկոսը կհեռանա վստահաբար։ Իսկ թե ինչպես, ինչ գործիքակազմերով եւ այլն, ես վստահ եմ եւ ձեզ վստահեցնում եմ, որ դա կլինի իրավական, բարոյական, համակեցության կանոններին խիստ համահունչ, ինչպիսին է մեր կառավարումը վերջին 7.5 տարիներին։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։